Նախքան 7-ին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Առևտրային պատերազմը ռուս-ամերիկյան համաձայնություն նոր մարտահրավեր Հայաստանի համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ըստ էության առևտրային պատերազմ է հայտարարել աշխարհին, գործնականում բարձրացնելով ԱՄՆ գրեթե բոլոր երկրներից ներմուծված մաքսատուրքերը, ինչը սակայն չի վերաբերել Ռուսաստանին։ Նախօրեին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հատուկ բանագնացների հերթական հանդիպումը։ Մերձավոր Արևելքով հարցերի հատուկ բանագնացը հանդիպել է տնտեսական հարցերով ՌԴ նախագահի հատուկ բանագնացին, որը նախկինում եղել է Ներդրումային բանկին, այժմ Ռուսաստանում գլխավորում է Ներդրումային խորհուրդը։ Անկասկած է, որ նրանց քննարկում է Թրամփ-Պուտին գործարքի այսպես ասած տնտեսական պարամետրերը։ Այդ ֆոնին Թրամփի սահմանված բարձր մաքսատուրքերը նշանակում են ռուս-ամերիկյան համաձայնություն, եթե նկատի ունենանք, որ մաքսատուրքերի բարձրացումը չի առնչվում Ռուսաստանի հետ։ Եզրակացություններ անելը վաղ է, սակայն անկասկած է, որ առևտրային պատերազմը, որը թելադրում է Թրամփը ԱՄՆ շուկա արտահանող երկրների համար, նշանակում է համաշխարհային առևտրային հարաբերությունների ու կարգի փլուզում։ Օրեր առաջ անդրադարձել էինք Reuters-ի տեղեկությանը, որ Վաշինգտոնը դադարեցրել է վճարումներն առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Հայաստանի համար այս հարցն ունի էական երկու ասպեկտ։ Նախ, Թրամփի մաքսատուրքերի բարձրացումն առնչվում է նաև Հայաստանին։ Հայաստանի համար դրանք բարձրացրել են 10%-ով, ինչպես օրինակ նաև Ադրբեջանի համար։ Իհարկե, հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը Հայաստանից ԱՄՆ արտահանումների ծավալը բավականին սահմանափակ է։ Այդուհանդերձ, Հայաստանի փոքր տնտեսության համար, որն այսօր դե ֆակտո այդքան էլ բարվոք կառուցվածքով չէ և հիմնականում աճ է ցույց տալիս Ռուսաստանից վերարտահանումների միջոցով, 10%-ն էլ կարող է լինել զգալի ծանրացում, և օրինակ, թեկուզ մի քանի տասնյակ միլիոն դոլարի բեռը զգալի կարող է լինել Հայաստանի տնտեսվարողների համար։ Հետևաբար, այստեղ հարց է առաջանում, թե արդյոք հայկական կողմն ամերիկյան կողմի հետ քննարկում է լուծման որևէ տարբերակ, որպեսզի չեզոքացնի կամ մեղմի հավելյալ բեռը։ Մյուսն իհարկե ավելի լայն իմաստով այն է, որ համաշխարհային առևտրային կարգի և հարաբերությունների բնույթը, տրամաբանությունն ու կանոնները վերանայելը Հայաստանից ևս պահանջում է լինել գերակտիվ և զարկերակի վրա է հասկանալ տեղի ունեցող պրոցեսների միտումները, որպեսզի նախ իրականացվի անհրաժեշտության դեպքում իրավիճակի օպերատիվ արդյունավետ կառավարում և դրանից բացի Հայաստանի տնտեսությունն ու տնտեսական քաղաքականությունը ավելի երկարաժամկետ մշակումների իմաստով համարժեքացվի աշխարհում ծավալվող հնարավոր միտումներին, ունենալով դրանց որոշակի սցենարը և ըստ այդմ տնտեսական քաղաքականության սցենարային ճկունություն։ Պետք է հուսալ, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատվուները միայն արտաքին պարտք ներգրավվելու խնդրով չէ, որ զբաղված են այս շրջադարձային պատմական փուլում։